Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Մերձավոր արևելքում լարվածությունը կտրուկ աճել է Իրաքի ջրերում մի քանի նավթատարների հարձակման ենթարկվելու ֆոնին։ Տեղեկությունների համաձայն հարձակումների հետևում կանգնած են իրանական պայթուցիկներով լցված արագընթաց նավակներ։ Դեպքի արդյունքում առնվազն մեկ նավաստի զոհվել է, իսկ մի քանի տասնյակ անձինք փրկվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Իրանի դեմ ռազմական գործողությունները դեռ ավարտված չեն, եւ Վաշինգտոնը մտադիր է շարունակել ճնշումը։ Մինչդեռ Թեհրանը նախազգուշացրել է, որ եթե տարածաշրջանային անվտանգությունը չվերականգնվի, նավթի գինը կարող է հասնել մինչև $200։ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, Իրանի կառավարությունը դեռևս կանգնած չէ փլուզման վտանգի առաջ։ Չնայած ռազմական հարվածներին եւ տնտեսական ճնշմանը, երկրի քաղաքական համակարգը շարունակում է գործել։ Վերլուծաբանները նշում են, անվտանգության ուժերը պահպանում են վերահսկողությունը հիմնական ինստիտուտների վրա։ Սա հակասում է այն տեսակետներին, որ պատերազմը կարող է արագ փոխել իշխանությունը Թեհրանում։ Ավստրալիան եւ Ինդոնեզիան հայտարարել են պաշտպանական համագործակցության նոր նախաձեռնությունների մասին։ Համաձայնագրերը նախատեսում են համատեղ ռազմական վարժանքներ եւ հետախուզական տեղեկատվության փոխանակում։ Քննարկվում է նաև անվտանգության համագործակցության ընդլայնումը Ճապոնիայի եւ Պապուա Նոր Գվինեայի հետ։ Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարսելը նշել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը։ Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Սիաֆրի Սամսուդինը ընդգծել է, որ համագործակցությունը կարևոր է Ինդո-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունության համար։ Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել է, ներկայիս ճգնաժամը կարող է դառնալ նավթի մատակարարման ամենախոշոր խափանումը պատմության մեջ։ Հորմուզի նեղուցում լարվածության աճը վտանգի տակ է դնում գլոբալ էներգետիկ համակարգը։ Գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը նշել է, որ կազմակերպությունը որոշել է ազատել մոտ 400 միլիոն բարել նավթ ռազմական պահուստներից։ Սա պատմության մեջ ամենամեծ նման միջամտությունն է էներգետիկ շուկաներում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցել է այդ քայլին, հայտարարելով, այն կարող է մեղմել գների աճը։ Վաշինգտոնը քննարկում է նավթի մեծածավալ թողարկում ԱՄՆ ռազմավարական պահուստներից, գլոբալ շուկաները կայունացնելու նպատակով։ Սպիտակ տան պաշտոնյաների խոսքով այս քայլը կարող է ներառել տասնյակ միլիոնավոր բարել նավթ։ Միջոցառումը համակարգվում է միջազգային էներգետիկ գործակալության հետ, որը նույնպես սկսել է իր պահուստների օգտագործումը։ Մերձավոր արևելքում ռազմական լարվածությունը արդեն հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի։ Տնտեսագետները զգուշացնում են, որ նման քայլերը կարող են միայն ժամանակավորապես նվազեցնել ճնշումը շուկաների վրա։ Չինաստանի խորհրդարանը ընդունել է նոր օրենք, որը նպատակ ունի ամրապնդել ազգային միասնականությունը եւ խթանել մանդարին լեզվի օգտագործումը։ Պեկինի իշխանությունները հայտարարել են, օրենքը ուղղված է երկրի տարբեր էթնիկ խմբերի ինտեգրմանը։ Սակայն Թայվանի իշխանությունները զգուշացրել են, փաստաթուղթը կարող է օգտագործվել քաղաքական ճնշման համար։ Թայբեյում կարծում են, որ օրենքը կարող է կիրառվել այն անձանց դեմ, ովքեր աջակցում են կղզու անկախությանը։ Եվրամիության բարձր պաշտոնյաները հայտարարել են, ԱՄՆ-ն պետք է հարգի առևտրային համաձայնագրերը Վաշինգտոնի կողմից սկսված նոր սակագնային հետաքննությունների ֆոնին։ Բրյուսելում մտահոգություն կա, որ նոր մաքսատուրքերը կարող են վնասել տրանսատլանտյան տնտեսական հարաբերություններին։ Եվրոպացի օրենսդիրները զգուշացրել են, միակողմանի քայլերը կարող են առաջացնել պատասխան գործողություններ ԵՄ-ի կողմից։ Միաժամանակ երկու կողմերն էլ փորձում են խուսափել լիարժեք առևտրային պատերազմից։ Հնդկաստանի իշխանությունները փորձում են ապահովել նավթատարերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։ Որոշ աղբյուրներ պնդում են, Իրանը համաձայնել է թույլ տալ հնդկական դրոշով նավերի անցումը, սակայն իրանական պաշտոնյաները հերքել են նման համաձայնության գոյությունը։ Հնդկաստանը մեծապես կախված է տարածաշրջանից ներմուծվող նավթից, որը կազմում է երկրի էներգետիկ պահանջարկի մեծ մասը։ Մերձավոր արևելքում շարունակվող ռազմական հակամարտությունը ավելի է սրվել, քանի որ Իրանը մեծացրել է հարձակումները տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Թիրախների թվում են նավթային նավերը, նավահանգիստները եւ էներգետիկ օբյեկտները Իրաքում, Բահրեյնում, Օմանում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Միաժամանակ Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածներից մեկը Բեյրութում հանգեցրել է քաղաքական զոհերի, ինչը միջազգային հանրության ուշադրությունը կրկին կենտրոնացրել է հակամարտության հումանիտար հետևանքների վրա։ ՄԱԿ-ի տվյալներով վերջին երկու շաբաթում հակամարտության հետևանքով արդեն զոհվել է մոտ 2000 մարդ, որոնցից շատերը խաղաղ բնակիչներ են։ Միջազգային ֆինանսական շուկաները կտրուկ անկում են գրանցել Մերձավոր արևելքում նավթի մատակարարումների սպառնացող հարձակումների ֆոնին։ Ներդրողները մտահոգված են, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը կարող է դադարեցնել համաշխարհային նավթի մոտ 20%-ը։
Ասիական եւ եվրոպական բորսաներում հիմնական ինդեքսները նվազել են, իսկ ներդրողները սկսել են տեղափոխել կապիտալը ավելի անվտանգ ակտիվների մեջ։ Մի շարք կենտրոնական բանկեր արդեն քննարկում են արտակարգ քայլեր ֆինանսական շուկաները կայունացնելու համար։